Նույն մուտքի երկու կողմերում Ղարաբաղի պատերազմի երկու լեգենդների հուշատախտակներն է՝ դռնից աջ Լևոն Շուստկոյի, ձախ Հրաչ Անդրեասյանի։ Նույն շենքում, որտեղ ապրել են լեգենդար զինվորականները, հիմա էլ ապրում են նրանց կանայք՝ Ժաննա Վասիլևնան ու Ժաննա Աղասևնան։ Նա շատ էր սիրում Հայաստանը, շատ հաճելի է, որ հանրապետությունն այսպես գնահատում ու հարգում է նրա հիշատակը։ Հրաչ Անդրեասյանը հատկապես հայտնի է զինվորականների շրջանում Ղարաբաղի պատերազմի ամենալայնածավալ ու դժվարին փուլում։ Հենց նա էր գլխավոր շտաբի պետը։ Ես ուղիղ 50 օր է ինչ այս պաշտոնում եմ եւ ինձ առաջինը նրա մասին են պատմել։ Ես չէի կարող գալ Ռոստով եւ չայցելեի ձեզ։ Գրեթե զինվորական կարգապահությամբ տիկին Ժաննան առաջնորդեց պաշտպանության նախարարին գեներալի բնակարան, միջանցքում առաջարկելով հանել վերարկուները, հատկապես որ ներսում նեղվածք է։ Ժաննա Վասիլևնայի եւ Ժաննա Աղասևնայի հետ սեղանի շուրջ քաղցրեղենով թեյախմությունը ուղեկցվեց քաղաքական, ավելի շուտ ռազմաքաղաքական զրույցներով։ Վիգեն Սարգսյանը տիկնանց ներկայացրեց, թե հատկապես ինչու է իր առաջին արտագնա այցն սկսել Դոնի Ռոստովից։ Երբ պլանավորում էինք իմ առաջին այցը, ես ասացի ոչ թե ուղիղ Մոսկվա, այլ Ռոստով։ Բոլորն հարցնում էին, իսկ ինչու Ռոստով։ Ես ասացի, որովհետև այնտեղ է հարավային օկրուգը, որը ղեկավարում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան։ Բացի այդ, նախարարը բացատրեց, որ ռոստովյան ընտրությունը կապված էր նաև հայկական մեծ համայնքով։ Հենց այդ նոտայի վրա նախարարի ու գեներալների այրիների թեյախմությունն ավարտվեց։ Հայկական համայնքը սպասում էր պաշտպանության նորանշանակ նախարարին առաջին ձեռքից լսելու ազգ-բանակ կոնցեպտի մանրամասները։ Զոհրաբ Փարյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական, Ռուսաստանի Դաշնություն, Դոնի Ռոստով։